Բոլին մոտից էր կապել։ Հիմա դզվեց, հա։ Հա, այդպես, չգիտեմ, այնտեղ կխապի, կստացվի այս ընտրություններին ինչքան մարդու կկարողանա խապել, դա ժամանակը ցույց կտա, բայց որ իրենք ամբողջ թիմով լծված են նորից ժողովրդին խապելու, դա արդեն ակնհայտ է բոլորի համար, որ իրենք կոնկրետ դուրս են եկել իրենց ռեսուրսներով, պետական ապարատներով եւ այլնով մարդկանց գայթակղելու, խաբելու եւ այլն։ Նիկոլ Փաշինյանին կհաջողի 65% քվե ստանալ։ Միանշանակ չի հաջողվի Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը գնալու է նաեւ ընտրակեղծիքների, փորձելու է ճնշումներով, փորձելու է խողի միջոցով, հնարավոր բոլոր սցենարներով փորձելու է մնալ իշխանության, բայց նաև շրջելով ժողովրդի մեջ, տեսնելով ժողովրդի վերաբերմունքը իրենց, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը այսօր ժողովրդի մեջ ունի բնական աջակցության երևի 3-ից 5%, որ բնական աջակցություն կարամ դա համարել, իսկ պետական ռեսուրսներով աջակցություն ամբողջությամբ, եթե կիրառի ամբողջ ծավալով, ճնշումներով եւ այլնով, մաքսիմում նա կարողանա 30% հասցնել։ Սա է այսօրվա իրավիճակը, մնացածը կարող գնա, չգիտեմ, տարբեր սցենարների, կեղծիքների, ամեն ինչ իրենցից սպասելի է։ Ձեր կարծիքով ընդդիմության շարքերում որ քաղաքական ուժերն են ավելի հավանական առաջատարներ։ Ընդդիմության ուժերում ամենաառաջատարները տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, սրանք ուժեր են, որոնք ունեն լուրջ ռեսուրսներ եւ ունեն բնական աջակիցներ Հայաստանի տարբեր մարզերում, քաղաքներում, ցանկացած տեղում իրենց բնական աջակիցները ունեն եւ նրանք այո կարող են ընդդիմադիր դաշտը համախմբել, իհարկե եթե չլինեն այնտեղ մարդիկ, ովքեր փորձեն դա պառակտել։ Ես վստահ եմ, որ կան այդպիսի մարդիկ, ովքեր դիրքավորված են ընդդիմադիր դաշտում, բայց նրանք ընդդիմությունը պառակտելու համար են դիրքավորված, ոչ թե ընդդիմության հաղթանակի, դրանցից պետքա զգուշ լինել եւ պետքա բայց շարժվել առաջ շարժվել, հասնել հաջողության։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել էր Իրանի հարձակումը Նախիջևանի վրա, Ադրբեջանի արտգործնախարարությունն էր հայտարարել այդ մասին, ինչպես եք վերաբերվում այս հանգամանքին, որքանով է նորմալ, երբ որ Հայաստանը դատապարտում է դա, աջակցում է Ադրբեջանին այն պարագայում, երբ Իրանը չի ընդունում, որ նման հարձակում է եղել։ Տեսեք, սա դավաճանություն է բարեկամ Իրանի հանդեպ եւ երբ որ իրենք խոսում են անկախությունից, երբ որ խոսում են, որ Հայաստանը Արցախը կորավ, բայց իրանք Հայաստանը անկախացրին, մեր ժողովուրդը պետքա մի հատ հարց տա։ Բա որ այդքան անկախ ենք, ինչ են իրենք կատարում Ալիևի հրամանները։ Հասկանում եք, ախր գերտերություն էլ չի Ռուսաստան, Ամերիկա, որ ասենք, հա, հզոր են դրանք եւ այլ իրենք եթե բողոքում էին, որ առաջ Հայաստանը ինչ որտեղ կատարել է այդպես գերտերությունների պահանջներ, գերտերություն են նրանց պահանջները, այս աշխարհի վրա ինչքան երկիր կա, երևի բոլորն էլ ինչ որտեղ կատարում են։ Իրենք բողոքում էին դրանից, բայց այսօր մեր երկրի չափ մի հատ երկիր, որը մեզ երբևիցե չի կարողացել բան թելադրի, թշնամի երկիր, այսօր մեզ թելադրում է, թե մենք ինչ անենք։ Մեր ժողովուրդը հարցը պիտի տա, ո՞նց է այդպես լինում։ Ոնց է Ադրբեջանը թելադրում մեր ժողովրդին, մեր ազգին, Նիկոլենց իրանց թիմին, ոնց է թելադրում երկրի սահմանադրություն փոխել, Պարսկաստանին դատապարտել, ոնց են իրանք հպատակվում Ալիևին։ Եվ սա անվանում են անկախացում, անկախություն, սա զավեշտ է։ Սա սապերի է, ես չեմ հասկանում, մեր ժողովուրդը միթե սա չի տեսնում։ Ու այսքանից հետո քվե տալով Նիկոլին, իրենք Ալիևին են քվե տալիս, Ալիևին են հպատակում։ Ալիևի լույսի տակ են մտնում։ Բայց իշխանություններն ասում են, տեսեք, ասում են, որ սահմանին կրակոցներ չկա, խաղաղություն է, եւ եթե այս իշխանությունը չհաղթի, չի լինի խաղաղություն, չի լինի արհեստական բանականություն, չի լինի տնտեսություն, Գևորգ Պապույանն էր մասնավորապես այդպես պնդում, ինչպես կարող եք արձագանքել։
տեսեք, սահմանին կրակոց չկա, ասենք, երբ որ դու զիջում ես կամավոր ամեն ինչի կրակ է։ Իսկ դու ասում ես միջանցքը կտամ, ջերմուկի տարածքները մտե վերցրել են, ձեն չես անում, Ալիևը ինչ ասում է գլուխդ կախանում ես, այսինքն բնականաբար այն մարդը դե, եթե դու տենում ես մի բան առանց ձեն, առանց կռիվ, առանց զինվոր սպանելու կարող ես այդ հարցը լուծես, ինչ է կրակ ես, դրա համար չկա։ Երբ որ իրանք ասում են պատերազմ չկա, ամենաշատ պատերազմ բերած իշխանությունը իրենք են։ Եթե իրանք վերցնում են վերջին 1-2 տարվա իրավիճակը, վերջին 1-2 տարում իրենք զիջել են ու զիջում են։ Իսկ Ալիևը բավարարում էր, որ չկրակի։ Իսկ այդ բավարարման արդյունքում ոչ թե իրանց դիվանագիտությամբ են բավարարում, այլ զիջելով հայ հողն են զիջում, բավարարում են, հասկանում եք։ Այսինքն զիջես հող ու ասես կրակոց չկա։ Սա ինչ է, սա ցինիզմի որ աշճան է, ես դա չեմ կարող հասկանալ։ Ինչ կարգի կապիկ պիտի լինի մարդ, որ Ալիևի պահանջները բավարարի ու ասի, գիտեք ինչ կա, դե կրակոց չկա։ Հա, ասենք չոքես Ալիևի առաջ մի տարի խնայի քեզ, խոստանաս ասես ընտրություններից հետո միշաս կտա մի կրակի, ժողովուրդը որ գայինց քվետա, գնաս Ալիևի ճամբար մտնես, Ալիևին հպատակվես, Էրդողանին հպատակվես, խոսք տաս, որ իրենց ծրագրերը կյանքի կկոչես, իրենց պահանջով ելնես հարցակվես հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա։ Ես էլ ասում եմ կրակոց չկա, որովհետև դու Ալիևի պահանջով հարցակվել ես ներսից քանդում ես եկեղեցին, դարերով եկած եկեղեցի, որը Հայաստանի ամենակարևոր հենասյուներից մեկն է։ Ալիևի համար 100 զինվոր սպանելը ավելի քիչ օգտակար է, քան ասենք քանդել երկրի ներսից հայ առաքելական եկեղեցին, քան ասենք քանդել մեր սահմանադրությունը։ Հիմի սահմանին 100 զինվոր որ սպանվի Ալիևի համար այդ ի՞նչ է։ Ոչ մի բան, ի՞նչ օգուտ կա տեղ Ալիևին։ Բայց Ալիևին դու ասել ես ես կկատարեմ քո պահանջը կքանդեմ հայ առաքելական եկեղեցին Նիկոլ Փաշինյան։ Խոստացել ես որ ընտրվելուց հետո ամբողջ Հայաստանը կքանդես։ Կհանձնես Թուրքին։ Բայց ինչ կտակ, ես փող կտակ, գումար կտա, ներսից քանդես երկիրը։ Այդ պատերազմ, որը սկսի ինչքան գումար կծախսի այդ պատերազմի վրա։ Քեզ ու քո թուլեկին 2 գրոշ կգցի դեմները, ներսից կքանդեք այս երկիրը, Ալիևը այդքան խելք ունի։ Դուք էլ քանդում եք, ինչ վատ եք քանդում։ Երկրի պետականության կարևոր հենասյուները քանդում եք։ Էլ Ալիևը կարար այդքան գործ աներ։ Ալիևը կարար հայ առաքելական եկեղեցի քանդեր ձերպես, ստորացներ, նսեմացներ, կարար հայոց փառապանց բանակ ձերպես նսեմացներ։ Ղեկավար կան ձերպես նսեմացներ։ Իհարկե չէր կարա։ Բայց դրա համար էլ ձեր հետ համագործակցելով Ալիևը իր ասել գործը կյանքի է կոչում։ Հիմա էլ ձեր հետ համագործակցումը, որ ձեզ նորից բերի իշխանության, հայի սևը տա։ Նոր գենոցիդ անի հայի հանդեպ։ Բայց ինչը պետք է կրակեն, ժողովուրդը պետք է հասկանա, շատ պարզ բաներ են, որ պետք է հասկանան մեր հայրենակիցները։ Կոնկրետ Նիկոլը ունի թուրքական աջակցություն, Արգոս նախարարը Թուրքիայի բացահայտ հայտարարեց։ Էլ ո՞նց հայտարարի։ Էլ ո՞նց բապացուցենք, որ թուրքացման է տանում երկիրը։ Եթե որևիցե հայ կա մտածում է, որ Ալիևի լծի տակ ինքը պետք է ավելի լավ ապրի, քան այսօր է ապրում։ Ես էլ ասում եմ գնա մի հատ Արցախ ապրի դե։ Այնտեղ ռուս չկա, այնտեղ ամբողջությամբ ամեն ինչ Ալիևի վերահսկողության, Թուրքիայի Ալիևի վերահսկողության տակ մի հատ ՔՊ-ով, նիկոլականներով դե գնացեք ապրեք, ապացուցեք, որ կարանք Ալիևի այդ լեզու գտնենք։ Հիմա ասում եք այստեղ էլ թող կան լծվեն ադրբեջանցիները, մենք լեզու կգտնենք, ապրենք, ես էլ ասում եմ սուտ եք խոսում, խաբում եք ազգին, տանելու եք ազգին նոր ցեղասպանության։ Ադրբեջանի ու Թուրքիայի այստեղ մուտք գործելուց հետո Հայաստանում ապրող յուրաքանչյուր հայ հայտնվելու է արցախցիների օրին։ Իրա վեշերը առած ով ինչ կարացավ հասցրեց, վերցնելու է փախնի։ Կամ Վրաստան, կամ Ռուսաստան, կամ Եվրոպա, սա է։ Նիկոլենց ծրագիրը, Նիկոլենց ապագան, սա է։ Եվ վերջում կուզեի անդրադառնայինք նաև ձեր դեմ ներկայացված դատական հայցին, Ալեն Սիմոնյանը ձեզ դատի է տվել, ինչ է պահանջում, ինչն է առիթը։ Ալեն Սիմոնյանը ինչ-որ Facebook-յան գրառման հետ կապված դատական հայց է ներկայացրել այո իմ դեմ և պահանջում է 1,500,000 դրամ գումար,
եւ պահանջում է ներողություն եւ կարծում եմ սա իրենց հերթական պետական համակարգը օգտագործման ձևն է մարդկանց վախեցնելու գումարի միջոցով, մարդկանց նյութականապես ճնշելու միջոցով, բայց նաեւ ձեր առիթից օգտվելով ուզում եմ մեր հանրության ու ժողովրդին նորից հիշեցնել, նորից ասել, որ թկած ունեմ Ալեն Սիմոնյանի վրա։ Կարա մի հատ էլ դատի տա, կարա 10 անգամ էլ դատի տա։ Եթե իրենք մտածում են կարան մեր նման տղերքին հողի մեջ ծախեն, իմ ընկերներին սպանեն, իմ հրամանատարներին սպանեն, մեր բերանն էլ այստեղ դատարաններով ու չգիտեմ ինչերով փակել, տան իրանք չարաչար սխալվում են։ Իրենք իրենց փողերը այն տեղն է, որ բան չի փոխելու։ Իրենք չեն կարող այդ փողերով մարդկանց վախեցնեն, շանտաժի ենթարկեն, լռեցնեն։ Եթե իրենք չունեն ինքնասիրություն, արժանապատվություն, թասիբ կայնել են իմ ընկերների, իմ հայրունով պահած հողը, պաշտոնապես ճանաչել են Ադրբեջանի կազմում, ասում են, որ Արցախը դա ադրբեջանական է, այդպիսի հայի վրա յուրաքանչյուր արժանապատիվ հայ պիտի թկած ունենա եւ դա հայ կոչվելու իրավունք չունի։ Բոլոր նրանք, որ ասում են Մոնթեի գործը դրել է ինքը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Եվ այդքանից հետո այդպիսի անձնավորությունը փորձում է հանրային դաշտում եւ իր լկտիությամբ աչքի ընկած քաղաքացու վրա թքող Ալեն Սիմոնյանը փորձում է ցույց տալ, որ ինքն վատ ազգում, երբ որ իրեն քննադատում են, բա ինքը չի մտածում, որ մարդուն վրա դու թքում ես այ անարժանապատիվ։ Բռնել են տալիս ծախրանիկները, բռնում են, որ դու թեկես այդ հայ քաղաքացու վրա, ինչա քեզ քննադատական խոսք ասե, անպատվելա, չգիտեմ ինչ ասի։ Բա դու պաշտոնյա ես, բա դու ղեկավար ես, բա դա լկտիություն չի։ Ես իհարկե, այո, երբեմն շատ կոշտ ձևով եմ անդրադառնում սրանց։ Ես ներողություն եմ խնդրում են գիտակից հասկացող մարդկանց, բայց այս իրականության մեջ, այս կեղտոտ իրականության մեջ, երբ որ շատ ավելի քաղաքակիրթ ես լինում, դա քո կողմից թուլություն Գելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ Մանուել Մանուկյանի հետ, բայց նախքան մեր զրույցը սկսելը առաջարկում եւ խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել իմ ալիքին, սեղմել զանգակ, հավանել այս տեսանյութը, եթե ցանկանում եք կարող եք կիսվել եւ գրեք ձեր մեկնաբանությունները։ Բարև ձեզ Մանուել։ բարև ձեզ։ Կուզեմ մեր զրույցը սկսենք երկրի առաջին ամուսնական զույգի բաժանման մասին հարցից, ձեր կարծիքով ինչու բաժանվեցին եւ ինչ են անելու, հա, այսուհետ։ Տեսեք, իրականում կարծում եմ շատ ավելի կարևոր թեմաներ կան եւ բաժանվելու, հա, եւ բաժանվելու նպատակը նաեւ հենց դա է եղել, դրան եմ ուզում անդրադառնամ, որ մեզ շատ ավելի կարևոր թեմաներից փորձեն շեղել, մեծ հաշվով իրենք ամուսնացած չեն էլ եղել եւ իրական նպատակը մի քանի նպատակներ կարող է ունենալ, ոչ թե մեկ։ Նաև նպատակներից մեկը այն է, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է ամբողջությամբ կեղտոտ գործողությունների, հիշում եք վերջի շրջանում նաև եկեղեցու դեմ սկսած արշավը, որտեղ Փաշինյանը ստիպել է տարբեր իր թիմակիցների ընտանիքներով հանդերձ մասնակցել այդ ցույցերին եւ այլն, եւ հետեւաբար արդեն մի տեսակ չի ընկալվելու, եթե Փաշինյանը օրինակ իր կնոջ ընտանիքի հետ չի մասնակցում այդպիսի բաների, նա արդեն չի էլ կարողանալու մնացած իր թիմակիցներին եւ այլն ստիպել, սակայն այսօր կեղտոտ գործեր անելու պարագայում նա արդեն չունի այդ խնդիրը, որովհետեւ ցույց տվեց, որ իբր թե բաժանված են եւ այլն։ Բացի դրանից, անկեղծ ասած, իրենց նեղ անձնական ընտանեկան հարցերը մեծ հաշվով ինձ ընդհանրապես հետաքրքիր չի։ Բոլոր են հայրենակիցների խոսքերը, որոնք ասում են, որ իրենց անձնական հարցն է, բնականաբար, թող այդ վարչապետի աթոռը թողեն, գնան, կուզեն բաժանվեն, կուզեն օրը 5 անգամ ամուսնանան, ես ընդհանրապես անդրադարձ չեմ կատարի, ինձ մեծ հաշվով հետաքրքիր չի, կարծում եմ յուրաքանչյուր նորմալ հայ էլ հետաքրքիր չեն իրենք ընդհանրապես, իրենց էությամբ, սակայն քանի որ նրանք օգտվում են մեր հարկերից, մեր բյուջեից եւ մեր
հարկերի հաշվին իրենց ճոխ կյանքն են վայելում, հետևաբար մենք պետք է անդրադառնանք իրենց եւ պետք է ասենք ինչ են ուզում, ինչ են անում եւ ժողովրդին դեպի ուր են տանում։ Հիմա չգիտեմ, մի մասը գրում են, չգիտեմ, էս արեց, այն արեց, տարբեր կարծիքներ ա հնչում, բայց մեծ հաշվով դրանից ժողովրդի կյանքը չի բարելավում, մարդկանց խնդիրները չի լուծվում, մարդկանց համար աշխատատեղ չի ստեղծվում, մարդկանց վարկերի հարցը չի լուծվում, մարդկանց թոշակների հարցը չի լուծվում, որը կալանքի տակ են դրել, հասկանում եք, իրանց բաժանումը, միացումը, այդ մարդկանց երեխեքին հաց չի տալիս։ Թե ինչ սցենար, ինչ կապիկություն, կամ եթե ուզում են այտենց մնան հանրային տիրույթում քննարկման առարկա դառնան, իրանցից խոսան, թեկուզ իրանց անպատվեն, թեկուզ իրանց, չգիտեմ, քննարկեն, դա էլ է տարբերակ։ Ինչ որ քաղաքական փոփոխություն մտցնեն, դե Փաշինյանը թրաշվավ, սափրվեց, բան չփոխվավ, էլի նույն ձև են իրան ընկալում։ Ես չգիտեմ, իրանց թուրք տերերը իրանց ինչ խորհուրդներ են տալիս։ Իդեպ տեսնում եք նաև, որ Փաշինյանը իր քարոզարշավին Հայաստանի քարտեզն է, որպես բրոշուր կպցնում մարդկանց կրծքավանդակին, հասկանում եք, Հայաստանի քարտեզը սարքել են իրանց բրոշուր, քարտեզը։ Բացի դրանից նաև դրանով բան է հաղում թուրքերին, որտեղ իմ քարոզչությամբ բացատրում եմ, որ նայեք, էսա ձեր հողը, Ալիևին, չէ՞, տալիս, որ հետևյալն է, էսա մեր տարածքը, մենք հրաժարվում ենք Արցախից, հրաժարվում ենք Արցախյան պատերազմի մասնակիցներից, նրանց արյունից, հիմա դա ընդունողները, այսինքն ուրացումը ընդունում են, ընդունելով Նիկոլի հասկանում ես, ես ստան ներին ուշադիր լինեն նույն Facebook-յան տիրույթում գործում են մի շարք թուրքական խմբեր, որոնք աջակցում են Նիկոլ Փաշինյանին, ընդդիմադիր ուժերի վրա են աշխատում եւ աջակցությունն են ներկայացնում Նիկոլ Փաշինյանին։ Քարոզարշավ է իրականացնում Նիկոլ Փաշինյանը, տարբեր դրվագներ եղան այդ քարոզարշավի ընթացքում, նույնիսկ վիճեց քաղաքացիների հետ, ինչ տպավորություններ ունեք, կիսվեք ձեր